Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է։ Այսօր ուզում եմ խոսել մի գրքից, որ ինձ շատ է օգնել, իհարկե անգլերեն է այս գիրքը, կոչվում է The Compound Effect, որը նշանակում է, երբ որ մի բան ես անում, դա կրկնապատկվելու այդ էֆեկտը ինչքան արդյունք է բերում մեր կյանքում։ Եվ այս գրքից ինչ եմ սովորել, իհարկե մի քանի բաներ կա, որ ինքը օրինակներ է տալի, գրողը Darren Hardy, եւ ուզում եմ կիսվել ձեզ հետ հայերեն տարբերակով։ Շատ մարդիկ ուզում են իրենց կյանքում մեծ փոփոխություններ լինի, միանգամից, այսպես ասած, մեծ որոշումներ են անում։ Օրինակի համար, քանի որ 26 թիվը նոր է սկսել, շատերը կան, օրինակ, վերցնենք 80 կիլոգրամ են, ասենց ասեմ, եւ որոշում են անում միանգամից 10 կիլոգրամ պետք է քաշ գցեմ եւ 2 ամսվա մեջ։ Լավ որոշում է, հիանալի է, բայց եթե քո կյանքում դու երբեք այդ ուղղությամբ չես զբաղվել, ռեգուլար չես մարզվել, դա մի քիչ ռեալիստիկայից դուրս է։ Սա այս գիրքը սովորացնում է ամեն որոշում սկսիր փոքր քայլերից։ Մի որոշի 10 կիլո կամ 20 կիլո մյուս 2 ամսվա մեջ իջնելու ես։ Որոշիր ամեն առավոտ 30 րոպե քայլես եւ ամեն երեկո 30 րոպե քայլես եւ նաեւ հետեւես քո ուտելուն։ Միգուցե հացը քրչացնես, կատնեղեն, այնպիսի բաներ, որ առաջացնում են գերություն, չէ՞։ Մարդ կարա չաղանա դրանից։ Երկրորդ բանը, մեկը երբ որ երբեք բիզնես չի արել, միանգամից սկսում է այնպիսի բիզնես, այնպիսի մեծ թվաբանության հաշվարկների մեջ, որ ես միշտ այդ դեպքերում ասում եմ, սկսիր փոքր քայլերից։ Իմ մոտիկ ծանոթներից մեկը հիանալի անձնավորություն, շատ լավ մարդ է, հարազատ, բայց ամեն անգամ իրեն հետ խոսալուց ինքը շատ լավ բիզնես մտքեր ունի, բայց հիմնականում երբեք բիզնես չի արել։ Ու միանգամից այնպիսի մտքեր է ասում, կսկսենք այս բիզնեսը 1 միլիոն ստեկ կդնենք, սենց կանենք, սենց theory-ին լավ բացատրում է, մեծ այդեաներ, բայց ես միշտ իրան ասում եմ, նայ, պետք է սկսես փոքր քայլերից։ Փոքր քայլերն են գաղտնիքը յուրաքանչյուր հարցի մեջ հաջողվելու։ Սա այսօրվա թեման, որ ուզում եմ ձեզ հետ կիսվել, քանի որ տարին նոր է սկսել, նայիր քո կյանքի մեջ բաներ կա պետք է սովորես եւ բաներ կա սովորածդ պիտի գցես դուրս, այսպես ասած զիբիլը թափես, որտեվ մեր կյանքում շատ բաներ կա, մենք սովորել ենք, կլինի մեր ապրած կյանքից, մեր շրջապատից, մեր ծնողներից, մեր ընկերակցությունից եւ շատ բաներ կա, երբ որ սովորում է մարդ, դա դեռ չի նշանակում, որ դրանք ճիշտ են։ Դրա համար ես ինչ եմ քաջալերում, որ անպայման հասկանանք այս փոքր քայլերի կարևորությունը, ինչու որտեվ այս փոքր քայլերի դեպքում է, երբ որ դու կտեսնես փոփոխություն։ Եվ ես իմ կյանքի մեջ յուրաքանչյուր հարց, որ կարողացել եմ հաղթահարել, իհարկե առաջին ուզում եմ շնորհակալ լինել Աստծուն, որ ինձ օգնել է իմ սխալների մեջ, իմ դժվարությունների մեջ, եւ նաեւ այդ սովորությունը, որ փոքր բաներից եմ սկսել։ Օրինակ, տես ես նորից հունվարի սկզբից սկսել եմ կարդալ Աստվածաշունչը, կարդալ գրքեր տարբեր տեսակի եւ ունեմ իմ ծրագրերը, իմ կյանքի նպատակները, ընտանեկան, ֆինանսական, առողջական եւ գիտեմ մի բան, միայն դեպքը, որ կարող եմ ես դրան հասնել, դա բաժանել ամիսների, շաբաթների եւ օրերի եւ ամեն օր անել այդ օրվա բաժինը։ Երբ որ այդպես ես անում, կտեսնես, որ քո կյանքը փոխվում է, կտեսնես, որ քիչ-քիչ արդյունքը տեսնում ես։ Եվ երբ որ ունես այդ դիսցիպլինան շարունակելը, դու արդեն քո մեջ դա սովորություն կդառնա եւ կսկսի քո կյանքի մեջ շատ հարցեր լուծվել։ Ինչ եմ նկատում, շատ մարդիկ ինչու չեն կարողանում արդյունքի հասնել, որովհետև նրանք ունեն շատ emotional որոշումներ։ Այսօր լավ են իրենց զգում, մեկ էլ տենաս սենց ունենց որոշումներ են անում,
որ ասում է այ խելքից դուրս։ Եվ տեսնում ես, որ այդպես չի, դու չես կարող այդպիսի որոշումներ անես, ինչու, որովհետև այդ ողջևորված վիճակում ընդհանրապես շատ ողջևորված ժամանակ պետք է մեծ որոշումներ չանես եւ շատ ջղայնացած կամ տխուր ժամանակ։ Պիտի շատ հանգիստ վիճակում եւ խելացի emotional stage-ում վիճակում որոշումներ անես։ Եվ ինչու մարդիկ այդպես չեն հասնում, որտեղ այդպիսի մեծ որոշում են անում եւ իրանք երբևիցե քայլեր չեն արել, երբ որ հարցը գալիս է քայլերին, սկսում են հետ քաշվել, սկսում են վախենալ, լավ վաղը կանեմ, լավ էսի չէ։ Հետո իրանք որոշումը սկսում են պատճառներ մանգալ, չէ, էսի ճիշտ չի արմատ, էսենց չի լինի։ Մեկ է տենաս, եթե ինքը ուներ 3 հատ պատճառ այդ որոշումը իրականացնելու համար, տարածելու համար, ստեղծելու համար, ընդամենը 1-2 օր հետո ինքը իր մտքի մեջ սկսում է ստեղծել 30-ից ավել պատճառ, թե ինչի դա չի ստացվի։ Ինչի, այստեղ նայում ենք մտածելակերպի սիստեմի structure կա ստեղ։ Իմ ասածի միտքը այն է, եթե իրոք ուզում ես քո կյանքում առաջ գնաս եւ հասնես հաջողությունների, ինչպես սպորտի մեջ պարապմունքների ընթացքում մարզվելու պատճառով դու հասնում ես professional level-ի, դա տևում է ժամանակ, պրակտիսա, փորձեր անել եւ քիչ-քիչ դու տեսնում ես այդ սպորտի մեջ դու ուժեղանում ես, լավանում ես եւ դառնում ես professional։ Նույնը կյանքի քայլերի մեջ է, քիչ-քիչ արա, քիչ-քիչ սովորիր, որոշում արա, փորձիր պահես քո որոշումը, խոստում տուր քո խոսքը ինքդ քո հանդեպ պահիր, հետո մյուսը, հետո ավելի մի քիչ մեծացրու, հետո էլի պրակտիս արա, սովորիր։ Եվ այդպես ինչ ա լինում, կտեսնես, որ քո կյանքի մեջ արդեն փոփոխություններ են գալի։ Դրա համար այս գիրքը սովորացնում է փոքր քայլերը, բայց երկարաժամկետ տալիս է մեծ արդյունքներ մեր կյանքում։ Այսօրվա իմ մեսեջը բոլոր նրանց, ովքեր լսելու են, որոշումներդ սկսիր սիստեմատիկ օգտագործել եւ վերցրա թուղթ եւ գրիչ։ Ես ունեմ այստեղ journal, շատ journal-ներ ունեմ իմ դարակներում, թուղթ գրիչ վեկալ եւ սկսիր ծրագրել, գրել մանրամասը այս նպատակին հասնելու համար ինչ պիտի անեմ, ինչ պիտի իմ կյանքից հեռացնեմ, ինչ փոփոխություններ պիտի անեմ իմ բնավորության մեջ, իմ մտածելակերպի մեջ, իմ առօրյա քայլերի մեջ, իմ սովորությունների մեջ, ինչ նոր բաներ պիտի բերեմ եւ ինչ վատ բաներ պիտի հանեմ, երկու կողմի վրա է պիտի աշխատենք, որտեվ ես տեսել եմ կյանքի ընթացքում շատ խելացի, talented մարդիկ, որ կարան իրենք ամեն էրիայում իրենց կյանքում բարձր աստիճանի հասնեն, ինչու չեն հասնում, որտեվ իրանք դրա վրա աշխատում են, բայց մոռանում են մյուս կողմը, իրենց սովորությունների վատ տեսակները, մտածելակերպի սովորությունների հանեն իրենց կյանքում։ Այսինքն երկու կողմի վրա էլ պիտի աշխատենք, որ ստանանք արդյունք։ Եվ երբ որ դու այդպես սիստեմատիկորեն սկսես ծրագրել, աշխատել, փոխել քո սովորությունները, փոխել քո schedule-ը, ճիշտ վարվել քո ժամանակի հետ, շփվել ճիշտ մարդկանց հետ, խորհուրդ վերցնել ճիշտ մարդկանցից, խելացի, նրանցից, ովքեր ոչ թե միայն խելքով են խելացի, այլ պրակտիկորեն, որտեղ շատ մարդիկ խելքով խելացի են, դա դեռ բավարար չէ, որ դու ստեղծես արդյունքներ քո կյանքում, դու պիտի պրակտիկորեն էլ կարողանաս քո մտքից գործի անցնես։ Եվ այսպիսի բաները ինձ շատ է օգնել, որ կյանքում առաջ գնամ եւ տեսնել արդյունքը։ Ես խոսում եմ ոչ թե միայն իմ անձնական փորձից, իմ սովորություններից մեկը ուսումնասիրել հաջողված մարդկանց ապրելակերպը, մտածելակերպը, գործելակերպը եւ տեսնել, թե իրանք ինչեր են արել իրենց կյանքում, որ այդպիսի բաների են հասել։ Եվ վերջում ուզում եմ ասել, յուրաքանչյուրդ այս կյանքում, որ կաք, որ ապրում եք, որ Աստված ձեզ կյանք է տվել, ես հավատում եմ, որ Աստված բոլորիս ժամանակահատված է տվել եւ այդ ժամանակահատվածը սահմանափակ է։ Դրա համար պետք է միշտ հասկանանք, որ մենք կարող ենք մեր կյանքում լավ բաներ անել, լավ օրինակներ
լավ օրինակ լինել մյուսների համար։ Եվ ինչպես Աստծո խոսքի մեջ գրված է, վերջում Աստված քեզ դատելու է քո ճիշտ եւ սխալ, բարի եւ չար գործերով, եւ հուսանք, որ բոլորին Աստված կասի ապրես բարի եւ հավատարիմ ծառա, ինչ նպատակի համար քեզ դրել է այս աշխարհի վրա, բրավո, կատարել ես քո միշնը, այսպես ասած։ Ես շատ կուզեմ, որ Աստված ինձ այդ խոսքերը ասի։ Եվ դրան հասնելու համար ամեն օր աշխատանք է պետք։ Պետք է ամեն օր աշխատենք, պետք է ամեն օր մեր վրա աշխատենք առաջինը, եւ ի վերջո սովորենք, որ կյանքը ոչ թե փոխվում է դրսից ներս, այլ ներսից դուրս։ Երբ որ մարդը դա հասկանում է, որ ամեն ինչ գալիս է իր կյանքում, բոլոր փոփոխությունները սկսում են ներսից դուրս, դու սկսում ես մարդկանց ավելի սիրել, ընդունել ինչպես որ նրանք կան։ Քո նպատակը չի դառնում բոլորին փոխել, սրան փոխել, սրան փոխել։ Դու հասկանում ես, որ մի բան, որ կարող ես փոխել, դա փոխես ինքդ քեզ։ Եվ այդ հետաքրքիր խոսքը չեմ հիշում, ով ագրե ասում է, երբ որ փոքր էի, մտածում էի սաղ աշխարհը փոխեմ, բայց երբ որ մեծացա, հասկացա, որ մենակ կարամ ինձ փոխեմ։ Այնպես որ հուսամ այս մի քանի հետաքրքիր մտքերը որոշներիդ կարթնացնի, որպեսզի վերանայեք ձեր կյանքին եւ սկսեք նորից։ Աստված ամեն օր մեզ կյանք է տալիս, որի մեջ կա հնարավորություն փոխվելու, կատարելագործվելու, ուղղությունը փոխելու, որոշումներ անելու եւ ի վերջո այս կյանքում ստեղծել գույնավոր կյանք, որ համ դու վայելես, համ քեզ վայելեն, համ դու լինես աղ եւ լույս մյուսների համար, որպես լավ օրինակ։ Սա Մայիս Կարիբյանն էր, եթե դեռ իմ YouTube-յան էջին չեք subscribe արել, անպայման հետևեք @MaisMikeKaribyan եւ բոլոր social media ցանցերում, Instagram, Facebook, YouTube-ում եւ տարածեք այս վիդեոն, եթե մի բան քաղեցիք։ Աստված օրհնի բոլորիդ, մնացեք խաղաղությամբ, ստեսություն։